Լրագրող Անի Քոչարն իր սոցիալական էջերում հուզիչ տեսանյութ է հրապարակել, որի ընթացքում անդրադարձել է տարիներ առաջ տեղի ունեցած ողբերգական մի դեպքի։ Լրագրողի խոսքն առաջարկում ենք լսել առանց մեկնաբանության։ Հատուկ տեսաուղերձով ցանկանում եմ դիմել լրագրող իմ գործընկերներին եւ խնդրել, որպեսզի միանան ինձ եւ թույլ չտան, որպեսզի կոծկվի մարդասպանություն։ Ցավում եմ, որ մեր երկրում հաճախ արդարադատությունը կայանում է միայն այն դեպքում, երբ միջամտում են լրագրողներն ու զանգվածային լրատվության միջոցները եւ խնդրին հանրային հնչեղություն է տրվում։ Սակայն սա այն դեպքն է, որի մասին իսկապես չպետք է լռել եւ պետք է հետամուտ լինել, որպեսզի բոլոր մեղավորները իսկապես բացահայտվեն եւ պատժվեն։ Դեռևս 2025 թվականի հունվարի 29-ին 15-ամյա Հակոբ Հակոբյանը ենթարկվում է վրաերթի, ինչի արդյունքում օրեր անց մահանում է։ Սակայն վրաերթի ենթարկած անձնավորությունը ոչ միայն երբևէ ընտանիքից անգամ ներողություն չի խնդրել, այլ նաև ազատ շրջում է, չկրելով ոչ միայն պատասխանատվություն, այլ նաև մինչ օրս չունենալով որևէ կարգավիճակ։ Միայն պատկերացրեք, վրաերթի է ենթարկվել 15-ամյա պատանի, ում կյանքն այլևս չես կարող հետ վերադարձնել, բայց մեղավորը, կարծես որևէ բան չի էլ պատահել, ապրում է իր բնականոն կյանքով։ Մայրիկի հետ երկար զրույցից հետո ակնհայտ է մի բան, որ այս գործը ցանկանում են կոծկել, որովհետև ոչ միայն մինչ օրս որևէ շոշափելի առաջընթաց գործընթացում չկա, այլ նաև ի զարմանս թե ընտանիքի, թե բոլորի, երեխայի դեպքի օրը հագած հագուստն ու կոշիկները հիվանդանոցից անհետացել է։ Փորձաքննության համար շատ կարևոր նշանակություն ունեցող երեխայի անձնական իրերը չկան։ Այս մասին հայտնում է մայրը։ Արատավոր պրակտիկա է ձևավորվում, երբ մարդիկ կարող են թեկուզ անզգուշաբար գործել հանցագործություն եւ մնալ անպատիժ։ Ընտանիքը չի կարողացել դիմել իրավաբանի փաստաբանի ծառայություններին, սակայն այսուհետ ես ինքս հետամուտ եմ լինելու, որպեսզի այս գործը որևէ դեպքում ծածկադմփոց չարվի։ Օրեր անց մենք նաև մայրիկի հետ կզրուցենք փաստաբանի հետ եւ կհասկանանք մեր քայլերի հաջորդականությունն ու հերթականությունը։ Իսկ իմ լրագրող գործընկերներին խնդրում եմ, որպեսզի այս գործին տան հանրային հնչեղություն, լուսաբանեն եւ նույնպես հետամուտ լինեն, որպեսզի երեխայի սպանությունը որևէ դեպքում անուշադրության եւ մոռացության չմատնվի։ Շաբաթներ առաջ երջանկահիշատակ Սեդրակ Ասատրյանի որդին եւ նրա կինը Աննան ուրախալի լուրով կիսվեցին ու հայտնեցին, որ սպասում են իրենց առաջնեկին։ Աննան ընտանեկան ջերմ ֆոտոշարք էր հրապարակել, իսկ այժմ Աննան հրապարակել է նոր լուսանկար, որտեղ արդեն երևում է կլորիկ փորիկը։ Առաջարկում ենք դիտել լուսանկարը։ Դերասանուհի Հասմիկ Խոջյանի ընտանիքը մեկնել է հանգստի։ Իտալիայում անցկացրած հանգստից Հասմիկը նոր տեսանյութ էր հրապարակել ու պատմել իր օրվա բազմազանության մասին։ Առաջարկում ենք լսել դերասանուհու խոսքն ու դիտել տեսարժան վայրերից կադրեր։ Մենք գտնվում ենք աշխարհի ամենահին պիցերիայի մոտ Նեապոլում։ Եկեք գնանք միասին նայենք 1738 թվականին է բացվել այս պիցերիան։ Գնացինք։ Նեապոլում շատ են այսպես փոքրիկ մատուռիկները ու ամեն քայլափոխի կարելի է իրենցից հանդիպել։ Մեծ խնդրում եմ մտել շենքերը նայեք ընթացքում, որովհետև շատ սիրուն է ամեն ինչը։ Շատ կոլորիտային քաղաք է, շատ։ Իտալիայի ամենակոլորիտային քաղաքներից երևի թե երկրորդն է ինձ համար։ Չնայած ես լիքը քաղաքներում Իտալիայում չեմ եղել, հիմնական քաղաքներում եմ եղել։ Օրինակ չեմ եղել Պոսիտանոյում, որի մասին երազում եմ, Կապրիում չեմ եղել, բայց օրինակ ինձ համար առաջին տեղում է, որոնցից որ եղել եմ Վենետիկը եւ երկրորդ տեղում է Նեապոլը, իր կոլորիտի համար։ Ավելի լավ առավոտ չեմ պատկերացնում։ Ու այս ամբողջը իտալական աղմուկը։ Իրենք բարձրախոս են, չնայած ներսից էլ աղմուկով կանարեն։ Իմ սիրելի սուրճը այստեղ իհարկե։ Առանց դրա ոչ մի տեղ։
խոսքով վայելում եմ, որ գնանք նախաճաշ։ Ուզում եմ ֆիքսենք աղբը, Նեապոլի աղբը։ Չնայած Ռոմում ավելի վատ էր ամեն ինչ, բայց ես ուստեմ, որ օրվա մեջ մի քանի անգամ հավաքում են, ուղղակի մարդիկ են շատ, ջան։ Երգչուհի Սոնա Ռուբենյանը ընտանիքի անդամների հետ այցելել է Դիլիջան, որտեղ էլ անցկացնում են ընտանեկան հանգիստը։ Այդ ընթացքից նա նոր տեսանյութեր է հրապարակել, որոնք առաջարկում ենք դիտել։ Առաջին ասել։ Ինչ ես ասել։ Oh my god։ Ուտուր հավորների սիրում եմ։ Հա, Հա։ Կատուների շատ։ ես էլ քեզ եմ սիրում։ Ես կատու չեմ։ Քո կարծիքով չգիտեմ։ Դու գիտես ով ես։ Գիտես։ Ոյ, ծամար։ Դες արտնացավ։ Սա։ Հա։ Ոչ է։ Սա կապ։ Այ։ Ձիքես պակետ։ Չեմ կարա բացեմ դուրը։ Բացեմ ես։ Հա։ Բայց չես լացում, չէ։ Չէ։ Ուղղակի բացեմ, չէ։ Նա։ Հաստատ։ Հա։ Խոսք ես տալիս։ Ոյ, Ուզում ես օգնեմ։ հա։ Հա, մերսի։ Ոյ, Չեմ օգնել դեռ, սպասի։ Արդեն հիմա օգնեցի։ Ապրես, շատ լավ բացեցիր կյանք։ թող ձերքը Ինչի կյանք։ չեմ ուզում։ Ինչի։ Չէ կարա իդրեք։ Գրկի ձեն։ Չէ կարա ինքնեք։ Դեպորնեք։ Ձերքետ էնքան քաշի։ Ինչի կյանք։ Չեմ ուզում։ Չես ուզում գրկենք իրար։ Չէ։ Բա ինչ անենք, կռվենք։ Կռվենք։ Դե ես գնացի։ Կռվում եմ։ Տենց լավ, հա։ Տենց է լավ։ Բա լավ չի որ գրկենք իրար։ Չէ։ Միջինը, հա։ Կռվենք։ Չենք կռվելու, չենք կռվելու։